Հասարակության համախմբվածության մասին խոսեցինք, բայց հենց մենակ ձեր ոլորտում, մեր ոլորտում, չգիտեմ, դերասանների ոլորտում, բոլոր տեղերում կա այդ պառակտվածությունը, վայ, այս մեկը նախկիններին ասատարում, այս մեկը ներկաներից է, այս նիկոլական է, այս հականիկոլական է եւ այլն։ Ոնց է հնարավոր մեր հասարակությունում հասնել լիակատար համախմբվածության, երբ որ այս կամ այն կերպ մարդկանց կապում են տարբեր շարժումների, տարբեր ցույցերի հետ, օրինակ ձեզ տեսնում են Սրբազան պայքարին, ասում են, ըհը, նուրը Բագրատ Սրբազանի մարդն է։ Գիտեք, ես հիմա ամուսնալուծված եմ, հետեւաբար ոչ մեկի մարդը չեմ։ Ես էլ սենց պատասխան չէ, կայ որ ես Լուսիկի մարդն եմ, հիմա ես էլ պատասխանեմ, որ ոչ մեկի մարդը չեմ առայժմ։ Ես բոլոր պայքարների մեջ եմ, որոնք ազգամետ են, որոնք ազգին են նվիրված, ազգի վերականգնմանը, ազգ հասկացողությունը, քո մեջ ճանաչել քո ազգ լինելու գաղափարախոսությունը։ Պառակտումը ցանկացած սիստեմաների մեջ, հա, պատմական եւ առհասարակ քաղաքական սիստեմաների մեջ պառակտումը արվում է միայն այն դեպքում, երբ որ ուզում են երկիրը վերացնել, ազգը վերացնել, պետականությունը վերացնել։ Այդ ժամանակ առաջի գործոնը պառակտումն է։ Հետևաբար ես պառակտման դեմ եմ եւ ինչ որ վերաբերվում է իմ ոլորտին, այսինքն արվեստի, հա, կոնկրետ կերպարվեստի ոլորտին, ապա ես կարողացել եմ այդ պառակտումը իմ ոլորտում վերացնել, հավաքել իմ շուրջ լիքը նկարիչներ, շատ նկարիչներ, որոնց հետ ցուցադրվում ենք միասին, պերֆորմանսներ ենք անում տարբեր երկրներում եւ հիմա շուտով շատ աղմկահարույց պերֆորմանս կլինի, չեմ ասի որտեղ կտեսնեք, եւ ես կարողացել եմ զերծ մնալ քաղաքական դիրքորոշումներից տվյալ նկարիչների, այլ ընկալել միայն տաղանդը եւ ունակությունը, հա, մնացածը ինքը ժամանակի հետ կլուծվի եւ բոլորը ազգամետ են եւ նվիրյալ են։ Այդ իսկ պատճառով սա այդքան էլ այդպես չի, որ ամեն ոլորտում պառակտում կա։ Ես կարողացել եմ իմ ոլորտում պառակտումը վերացնել։ Բայց տեսեք, ինչքան էլ ասում ենք ապաքաղաքական ենք, չէ՞, օրինակ նկարիչը պետք է զբաղվի իր գործով, երաժիշտը իր գործով, արվեստաբանը իր գործով եւ այլն, բայց կան երկրում իրավիճակներ, երբ դա բոլորիս է վերաբերում ու այդ ծայրաստիճան ծանր մարտահրավերների ներքո այդ էլիտա կոչվածի ձայնը հասարակությունը պիտի լսի, բայց այսօր մենք չենք տեսնում այդ ձևավորված էլիտաների ձայնը։ Չգիտեմ, այն մարդիկ, որոնք իսկապես աներկբա հեղինակություններ էին հասարակության համար, չեն հանում իրենց ձայն, ամեն մեկը լուր գլուխը կախ իր գործն է անում։ Այդպես պիտի լինի, թե պիտի ամեն դեպքում այդ աղմուկը լսելի լինի։ Տեսեք, երբ որ նախ եւ առաջ ես քաղաքացի եմ, հա, առաջին հերթին ես քաղաքացի եմ, հետո նոր ես մասնագետ եմ։ Հետևաբար որպես քաղաքացի ես արդեն լռելու իրավունք չունեմ։ Երբ որ կա խնդիր, երկրորդ հերթին ես հանրային մարդ եմ, քանի որ ընտրել եմ այդ ճանապարհը, հա, իմ մասնագիտությունը կամ իմ աշխատանքը հանրային է։ Հետևաբար լինելով հանրային մարդ ես առավել եւս պատասխանատվություն եմ կրում եւ անընդհատ խոսում եմ եւ իդեպ ոչ թե միայն այս կառավարության կամ այս իրավիճակի օրոք եմ ես խոսել եմ միշտ եւ նախկին կառավարության օրոք եմ խոսել եւ նախկին կառավարության օրոք եմ խոսել, երբ որ ինձ հարցրել են, ես պատասխանել եմ, երբ որ ես դժգոհ եմ եղել, ես արտահայտվել եմ։ Եվ այդպես ես կոչ եմ անում, տեսեք, մտավորական հասկացողության ձևաչափն եմ տալի, ինչա մտավորականը, մենք սխալ կարծիք կա, թե ինչա մտավորական, անպայման չի նկարիչ լինի, որպեսզի մտավորական լինի, հեչ պարտադիր չի դերասան կամ երգիչ կամ, չգիտեմ, գիտնական լինի, որ մեկը մյուսի մասնագիտությունը դա մտավորականության գրավական չի, մտավորականը այն անձն է, որը ունի քաղաքացիական պատասխանատվություն, բացի մասնագետ լինելը, բացի գիտակ լինելը, ինքը ունի քաղաքացիական պատասխանատվություն, գիտակցություն եւ մտավորականը երբեք ոչ մեկի կողմից չի, քանի որ չկա անսխալ պետություն, չկա անսխալ կառավարություն, կա մտավորական, որը ուղեցույց է անում սխալի վրա, ցանկացած կառավարության սխալի վրա ուղեցույց է անում եւ գիտակ մտավորական կառավարությունը, եթե երբեմն այդպեսին ունենանք, Աստված եմ կանչում, որ այդպեսին ունենանք, ինքը գնահատում է այդ մտավորականին, որը իրեն քննադատում է, քանի որ այդ մտավորականը ի ցույց է հանում ինք իրեն, թե որտեղ է ինքը սխալվում, որպեսզի ոտերը գետնից չկտրվի, որպեսզի իրականությունից չկտրվի։
Եվ պատմական բազում դեպքեր կան, երբ որ թագավորը պահում է իր կողքը մտավորականի, որը իրեն ճշմարտությունն է ասում երեսին, քանի որ մնացած բոլորը վախենում են այդ ճշմարտությունը ասելուց։ Երևի մի օր մենք էլ կունենանք նման կառավարություն, երևի մենք էլ մի օր կհասնենք այդ ինքնագիտակցության աստիճանին, հուսանք, եւ այսօրվա հավաքը հենց դրա մասին էր, որպեսզի մի օր դա լինի, մի օր դա կայանա։